Տիկին Կարապետյան, ով բերեց Նիկոլին, թեզը շարունակում է մնալ օրակարգում, պարբերաբար առաջանում է, բարձրանում է, այսպես ասեն, գլուխ եւ հիմա դարձել է երկու քաղաքական ուժերի միջև հերակա վեճի։ Խոսքը հանրապետականների եւ Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև։ Նախ դուք կարծում եք սա այն օրակարգն է, որի շուրջ պետք է առաջանա դիսկոնանս, առաջանա քննարկում, թե Հայաստանի առջև նախ ծառացած են բազմաթիվ այլ խնդիրներ եւ հետո պետք է նաեւ հանրության մի զգալի հատվածի կողմից էլ հնչում այն հարցը, թե դա արդեն հնացած է եւ պետք է քննարկել, թե ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես ցավով եմ հետևում այդ փոխհրաձգությանը, որը տեղի է ունենում հատկապես երկրորդ նախագահի ասուլիսից հետո։ Ցավով եւս պետք է նշեմ, որ նոր չէ բացվել այդ դիսկուրսը, բայց այս մակարդակի առաջի դեմքերի, նաև խորհրդարանական ճեպազրույցների մակարդակի հասնելը աննախադեպ էր եւ այո ժամանակավրեպ։ Ով է բերել Նիկոլին, կարելի է յուրաքանչյուրն ունենա իր միտքը, յուրաքանչյուրն ունենա իր կարծիքը, փաստերը լինեն այլ, սահմանադրությունը խոսա այլ բանի մասին։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է այնուամենայնիվ հասարակությունը ստանա հարցի պատասխանը, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ, մենք ունենք ազգային ամոթ, դա Բաքվում դատվող մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն է, դա անգամ հացադուլի մեջ գտնվող քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է, դա այն սարսափելի, ինչպես ասեմ, հայրենասիրական դրսևորումներն են, որ մարդիկ գտնվելով անգամ Բաքվի բանտում շարունակում են պնդել իրենց իրավունքը, ինքնորոշման եւ Արցախի գոյության իրավունքը, գտնվելով անտանելի ճնշումների տակ։ Ես եւ դուք չէ, որ պետք է պատկերացնենք, որ այնտեղ իրենք հաստատ գրադարանում գիրք չեն կարդում եւ այդ ամեն ինչը սցենարի ինչ որ մասեր են։ Ով է բերել Նիկոլին հարցը պետք է քննարկել Նիկոլին տանելուց հետո։ Եվ այո, ես համաձայն եմ Միքայել Մինասյանի գրածի այդ վերջին նախադասությանը, որ եթե չկա պատասխանը ով է տանելու Նիկոլին, ավելի լավ է այդ մասին չխոսել։ Այսօր ավելին քան երբևէ մենք կարիք ունենք միավորման, կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, կարելի է ունենալ տարբեր սկզբունքներ, քաղաքական դաշտում զբաղեցնել տարբեր տեղեր, լինել աջ, ձախ, կենտրոնամետ, բայց այսօր մենք ունենք կատաստրոֆա, որը պետք է րոպե առաջ վերջացնենք, որտեղ մենք տեսնում ենք, որ ամեն բացվող օրը Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական զիջումն է, մեր պետության գոյության հերթական հարցականն է եւ միայն միավորվելով է, որ մենք կարող ենք վերջ տալ այս պատուհասին մեզ պատած։ Տեսեք, Հայաստան խմբակցության падգամավորը հարցադրում էր արել, ասելով, թե օրինակ Միքայել Մինասյանն է տարիներ շարունակ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ ըստ էության Արթուր Դավթյանը, որը գլխավոր դատախազ էր ընտրվել հանրապետական խմբակցության կողմից, շարունակեց աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հարցադրում չի անում, թե ինչպես ստացվեց, որ մի դաշինք, որի հետ Ռոբերտ Քոչարյանը դաշինք է կազմել, դաշնակցությունը կոալիցիայի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, նախարարներ են ունեցել, մարզպետներ են ունեցել, օրինակ Հայաստան խմբակցությունում կա падգամավոր, ով Նիկոլ Փաշինյանի հետ դմդմփու էր անում եւ այլն եւ այլն։ Դուք կարծում եք սա ազնիվ է։ Տեսեք, այդ հարցերը կարելի է շատ երկար շարունակել։ Ասում են, որ հանրապետականը ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, մոռանալով, թե ով առաջադրեց Նիկոլ Փաշինյանին։ Կարելի է հարց տալ, որ հանրապետական կուսակցությունը առաջին անգամ չընտրեց, տալով ժամանակ առաջադրելու այլ տեխնացուին, նորից առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը։ Հարցեր են, որոնց պատասխանները, կրկնում եմ, հանրությանը այո հետաքրքրում են։ Հետաքրքրում են երևի թե տեղին չի լինի համեմատությունը, բայց նույն կերպ ինչպես հետաքրքրում են մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը եւ այդպիսի ողբերգալի իրադարձություններ, որոնք մենք ապրել ենք, բայց կրկնում եմ, այդ հարցերի պատասխանը պետք է տալ ոչ հիմա, այդ հարցերի պատասխանը կտանք այն ժամանակ, երբ լինենք ապահով ու անվտանգ։ Բայց ում է ձեռնտու այնուամենայնիվ այս ամենը։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանին, որովհետև շեղվում է օրակարգը, լցվում է դաշտը, բ գնում է էլ ավելի խորանում է պառակտումը եւ ես գտնում եմ, որ շատ արագ պետք է սրան վերջ դնել, շատ արագ։